Որոնք են Ամերիկայի ամենալավ քաղաքները ապրելու համար։ Այն քաղաքները, որոնք ես հիմա կնշեմ, շատ արագ զարգանում են ու ըստ կանխատեսումների մի քանի տարի հետո այնքան են զարգանալու ու հարստանալու, որ անցնելու են նույնիսկ Լոս Անջելեսը ու Նյու Յորկը։ Այս քաղաքներում շատ աշխատանք կա, բիզնես դնելը ձեռնտու է, հարկերը ցածր են, մարդիկ լավ գումար են աշխատում ու լավ ապրում են։ Էնպես որ այն մարդիկ, ովքեր հենց հիմա կտեղափոխվեն այս քաղաքներ, հետագայում հաստատ կշահեն։ Ճիշտն ասած, ես ապրում եմ Ամերիկայում 4 տարի ու երբ որ իմացա որոնք են այդ քաղաքները, մի քիչ զարմացա իհարկե։ Բայց մինչև սկսելը ունեմ մի մեծ խնդրանք ձեզ ժողովուրդ։ Դուք հիմա արդեն կարող եք դառնալ իմ YouTube-ի ալիքի Patreon-ը։ Դրա համար ընդամենը ամսական փոքրիկ գումարով կարող եք միանալ իմ Patreon-ին եւ աջակցել ինձ ու իմ YouTube-ի ալիքին, որպեսզի ես կարողանամ ձեզ համար շատ ավելի շատ ու լավ վիդեոներ նկարեմ, որպեսզի միանաք ինձ, աջակցեք ինձ ամեն ամիս եւ միանաք իմ Patreon-ին, սկան արեք հիմա այս QR կոդը, որը տեսնում եք ձեր էկրանի վրա եւ հետո արդեն ըստ քայլերի կհասկանաք ինչպես կարող եք դառնալ իմ YouTube-ի ալիքի Patreon-ը, կամ էլ վիդեոյի նկարագրության մեջ ես Patreon անվան կողքը կթողնեմ լինկը, որի վրա կարող եք սեղմել եւ արդեն հասկանալ, թե ինչպես կարող եք միանալ իմ Patreon-ին։ Ու եթե դուք առաջիններից եք, ով կմիանա իմ Patreon-ին, խնդրում եմ անպայման գրել կոմենտներում, որպեսզի ես էլ ձեզ շնորհակալություն գրեմ։ Եվ այսպես թոփում այս քաղաքների իհարկե գտնվում է Օստին քաղաքը, Տեխաս նահանգում, նույն ինքը Թեքսաս նահանգում։ Օստինը հիմա համարվում է թոփ քաղաք տեղափոխվելու համար, ինչու, որովհետև այս քաղաքը շատ արագ ու շատ ակտիվ զարգանում է եւ կան կանխատեսումներ, որ ընդամենը մի քանի տարի հետո Օստինը շատ ավելի զարգացած է լինելու, քան նույն Լոս Անջելեսը։ Օրինակ, նույն ինքը Տեսլան այնտեղ ոչ միայն Gigafactory է կառուցել, այլ նաեւ իր գլխամասը, գլխավոր գրասենյակն է տեղափոխել արդեն Օստին քաղաք։ Apple-ը կառուցում է 1 բիլիոն արժողությամբ կամպուս եւ այդ կամպուսը հենց որ պատրաստ լինի, այն ապահովելու է նոր բազմաթիվ աշխատատեղեր են բացվելու։ Google, Microsoft, մի խոսքով բոլոր համարյա թե մեծ IT ընկերությունները կամ տեղափոխել են իրենց գրասենյակները Օստին քաղաք, կամ էլ ունեն մեծ գրասենյակներ, մեծ մասնաճյուղեր հենց այս քաղաքում։ Եվ եթե ժամանակին տեխնոլոգիաների եւ IT ոլորտի կենտրոնը համարվում էր Սիլիկոնային հովիտը, Կալիֆոռնիայում գտնվող, ապա կան կանխատեսումներ, որ շատ մոտ ապագայում նոր սիլիկոնային հովիտը համարվելու է հենց Օստին քաղաքը։ Ու բնականաբար այս ամեն ինչը օգնել է, նպաստել է նրան, որ այս քաղաքի տնտեսությունը արագ տեմպերով զարգանա։ Օստինը բավական հարմար քաղաք է դառնում ապրելու համար, որովհետև շատ հետիոտնային ճանապարհներ են կառուցվում, շատ հեծանվային ճանապարհներ են կառուցվում եւ իհարկե բավական ակտիվ ուշադրություն է դարձվում քաղաքային ինֆրաստրուկտուրաների վրա, այդ թվում նաեւ քաղաքային տրանսպորտի զարգացման վրա։ Եթե խոսենք բնակարանների կամ տների ռենթերի մասին, ապա միջինում մեկ ննջարանով բնակարան ռենթ անելու համար, վարձակալելու համար պետք կգա Օստինում հիմիկվա դրությամբ մոտավորապես $1500-ից $2200, որը իհարկե եթե համեմատենք Լոս Անջելեսի գների հետ, բավական ադեկվատ գներ են։ Կալիֆոռնիայի հարկերի տակ տառապող մարդկանց համար հատկապես հիմա գրավիչ է դարձել Օստին քաղաքը եւ առհասարակ Թեքսաս նահանգը, ինչու, որովհետեւ այնտեղ չկա personal income tax, այսինքն մարդու անհատական եկամտի հարկը չկա, ինչը իհարկե մեծագույն պլյուս է, որպեսզի հասկանանք մոտավորապես ինչպիսին է ապրելու գինը այսօր Օստին քաղաքում, ապա միջին աշխատավարձը ըստ պաշտոնական տվյալների $5262 է մեկ անձի համար, իսկ մեկ անձի ամսական ծախսը, որի մեջ մտնում է նաև տան ռենթի գումարը, այսինքն տան վարձակալության գումարը $2455 է։ Այսինքն կարելի է ասել, որ մեկ անձի միջին մեկ ամսվա աշխատավարձը բավարար է համարյա թե 2 ամսվա միջին ծախսի համար, ինչը բոլորովին վատ չէ։
Իհարկե կան ոչ միայն պլյուսներ, կան նաև մինուսներ։ Երևի թե ամենամեծ մինուսներից մեկը այն է, որ օրինակ Կալիֆոռնիայի բնությանը եւ կլիմային սովոր մարդկանց համար Օստինի բնությունը եւ կլիման այդքան էլ գրավիչ չէ, դա առաջին մինուսն է։ Երկրորդը այն է, որ օրինակ եթե մարդը ապրում է Լոս Անջելեսում ու սովոր է այստեղի ակտիվությանը, ապա Օստինը ի համեմատ Լոս Անջելեսի այդքան ակտիվ քաղաք չէ, չնայած որ համարվում է ընդհանրապես Թեքսասը, Տեխաս նահանգը երաժշտական առումով բավականին ակտիվ նահանգ եւ Օստինում էլ համարվում է, որ բավական ակտիվ է երաժշտական տարբեր փառատոների ու տարբեր իվենտների տեսանկյունից եւ իհարկե մյուս մինուսներից մեկը, որը կանխատեսելի էր, այն է, որ եթե ժամանակին օրինակ մի քանի տարի առաջ նույն վարձակալության գները, անշարժ գույքի գները շատ ավելի ադեկվատ էին, ապա հիմա գնալով այս գները բարձրանում են եւ սա կանխատեսելի է, որովհետեւ քաղաքը զարգանում է, տնտեսությունը զարգանում է, մարդկանց ավելի մեծ հոսք է գնում դեպի այս քաղաք, հետևաբար այնպես ինչպես ժամանակին եղել է Լոս Անջելեսի հետ, մի քանի տարի հետո լինելու է նաև Օստինի հետ, անշարժ գույքի գները բարձրանալու են, ռենթերի գները բարձրանալու են ու դրա համար էլ հիմա խորհուրդ են տալիս, որ եթե օրինակ մտքեր ունեք տեղափոխվելու համար, ապա հիմա է ճիշտ ժամանակը, որովհետև այն մարդիկ, ովքեր հիմա կտեղափոխվեն, այն մարդիկ, ովքեր հիմա բիզնես այնտեղ կդնեն կամ աշխատանք կգտնեն կամ տուն կգնեն, այդ մարդիկ կլինեն շահողի դերում։ Հաջորդ քաղաքը, որը շատ արագ զարգանում է ու խորհուրդ են տալիս, եթե մտածում եք տեղափոխվելու մասին, ապա կարող եք տեղափոխվել այս քաղաք, սա Դենվեր քաղաքն է։ Ի տարբերություն Օստին քաղաքի, որը այդքան էլ գրավիչ չէ իր բնությամբ կամ կլիմայով, հիմնականում ասում են, որ Դենվերը այս առումով առավելություն ունի, որովհետև շատ ավելի գրավիչ է։ Նախ խայտառակ գեղեցիկ կանաչ բնություն ունի։ Երկրորդը, այս քաղաքի տնտեսությունը եւս բավական ակտիվ զարգանում է։ Այստեղ են գտնվում Ասպեն ու Վեյլ հայտնի լեռնադահուկային կուրորտները եւ հետեւաբար տարեկան կտրվածքով բազմաթիվ տուրիստներ գնում են դեպի այս կուրորտներ ու հետեւաբար սա մեծ ազդեցություն ունենում է այս քաղաքի տնտեսության զարգացման համար, օրինակ բոլոր այն մարդիկ, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, լավ ծանոթ են նույն Cheesecake Factory սննդի ռեստորանների ցանցին, Cheesecake Factory-ի հենց գլխավոր գրասենյակը գտնվում է այստեղ Դենվերում, այստեղ մեծ մասնաճյուղ ունի նույն Ամազոնը եւ բնականաբար այս բոլոր մեծ ընկերությունների ներկայությունը քաղաքում հնարավորություն է տալիս շատ աշխատատեղեր բացել եւ իհարկե զարգացնել տնտեսությունը։ Նաեւ բավականին զարգանում է վերջին տարիներին հատկապես Դենվերի միջազգային օդանավակայանը եւ տարեցտարի ավելանում է քանակը մարդկանց, որոնց դիմավորում եւ ընդունում է այս միջազգային օդանավակայանը, հետեւաբար նաեւ նոր ու ավելի շատ քանակի աշխատատեղեր են բացվում նաև այս միջազգային օդանավակայանի գոյության եւ ակտիվության շնորհիվ։ Դենվերը հատկապես իր ուղղվածությունը զարգացման ունի առողջապահության եւ կանաչ էներգիայի, այսպես ասած, ոլորտներում, ինչ վերաբերում է տան գներին, այսինքն ինչքանով կկարողանաս օրինակ Դենվերում բնակարան վարձել եւ ապրել։ Մեկ ննջարանով բնակարան վարձելու համար Դենվերում անհրաժեշտ կլինի մոտավորապես 1600-ից 2200 դոլար։ Գները բավական մոտ են Օստինի գներին եւ բավական ադեկվատ են համեմատելով Լոս Անջելեսի գների հետ, որպեսզի հասկանանք մոտավորապես կյանքի արժեքը ինչպիսին է։ Այստեղ Դենվերում մեկ անձի միջին ամսական աշխատավարձը 5130 դոլար է, իսկ մեկ անձի ամսական միջին ծախսը, որի մեջ նորից եմ կրկնում մտնում է նաև բնակարանի ռենթի գումարը, վարձակալության գումարը 2717 դոլար է։ Այս հարաբերակցությունը էլի վատ չէ։ Եվ իհարկե նորից նույն մեծագույն պլյուսը, որը չունի Կալիֆոռնիան, այն պլյուսն է, որ Կոլորադո նահանգը, որտեղ գտնվում է Դենվեր քաղաքը, չունի նահանգային այդ եկամտահարկ ասվածը։ Երրորդ քաղաքը, որտեղ խորհուրդ են տալիս հիմա տեղափոխվել, Շարլոտ քաղաքն է, որը Հյուսիսային Կարոլինայի ամենամեծ քաղաքներից մեկն է համարվում։ Շարլոտը ինչով է աչքի ընկնում։ Նախ եւ առաջ այս քաղաքը կամաց-կամաց դառնում է, եթե ոչ արդեն դարձել է, այսպես ասած, բանկերի կենտրոնը։ Նախ այս քաղաքը Bank of America-ի, հայտնի Bank of America-ի ծննդավայրն է համարվում, Wells Fargo բանկի գլխամասն է այնտեղ գտնվում եւ բազմաթիվ խոշոր բանկեր շարունակում
սկսում են իրենց մեծ հսկայական մասնաճյուղերը բացել հենց Շարլոտ քաղաքում։ Շարլոտը ինչով է ձեռնտու, նախ եւ առաջ ձեռնտու է այն մարդկանց, ովքեր ուզում են բիզնես հիմնել, բիզնես սկսել, որովհետեւ այս քաղաքում բիզնեսի վրա դրվող հարկերը համեմատաբար ավելի adekvat են եւ ցածր են։ Սա առաջին պլյուսը։ Երկրորդը Շարլոտը խորհուրդ են տալիս ընտրել այն մարդկանց, ովքեր ընտանիքով են ուզում տեղափոխվել եւ փնտրում են մի քաղաք, որտեղ նախ լավ բժշկություն կլինի, որովհետեւ Շարլոտ քաղաքը հիմա աչքի է ընկնում բավական լավ եւ զարգացած առողջապահական համակարգով։ Երկրորդ կարևոր ու մեծ պլյուսը, եթե ընտանիքով են մարդիկ տեղափոխվում, այն է, որ Շարլոտում շատ կան լավ դպրոցներ, մոտավորապես 2000 դպրոց կա այս քաղաքում եւ բոլորը հիմնականում բարձր ռեյտինգներ ունեն եւ բոլոր այս դպրոցները աչքի են ընկնում իրենց լավ կրթական որակով։ Okay, եկեք հասկանանք հիմա ինչ արժի բնակարան վարձելը Շարլոտում։ Մեկ ննջարանով բնակարանի գինը հիմիկվա դրությամբ մոտավորապես կազմում է $1200-ից $1800, բավական լավ գին է։ Որպեսզի հասկանանք Շարլոտում կյանքի գինը ինչպիսին է, ապա նորից եկեք նայենք, թե մեկ անձը Շարլոտում հիմա ինչքան միջին աշխատավարձ է ստանում։ Միջին աշխատավարձը այս քաղաքում հիմա $4500 է, իսկ մեկ անձի ամսական միջին ծախսը, որի մեջ մտնում է նաև բնակարանի ռենթի գումարը, $2200 է։ Իհարկե այս քաղաքը ունի ոչ միայն պլյուսներ, այլ նաև մինուսներ։ Հիմնական մինուսներից նշում են այն, որ աշխատավարձները ցածր են ի համեմատ մյուս զարգացող քաղաքների, պլյուս աշխատատեղերի քանակը այնքան շատ չէ, ինչքան օրինակ նույն Օստինում կամ Դենվերում, եւ երրորդ ամենամեծ մինուսը, որ նշվում է, դա այն է, որ բավական пассив քաղաք է այս քաղաքը եւ այն մարդիկ ու հատկապես երիտասարդները, ովքեր որ սովորեն մի քիչ ակտիվ կյանքի, սովորեն ապրել քաղաքում, որտեղ շատ իվենթներ են տեղի ունենում, իրադարձություններ են տեղի ունենում, իրենց գուցե ձանձրացնի այս քաղաքը, դա պետք է նկատի ունենալ։ Հաջորդ թոփ ուղղությունը, որի մասին հիմա կարելի է մտածել, եթե որոշել եք օրինակ տեղափոխվել Կալիֆոռնիայից կամ Լոս Անջելեսից, Ֆլորիդան է, եւ միշտ ապեք ինձ հիմա հակադարձել ու ասել, դե Ֆլորիդան նույն Կալիֆոռնիան է, Մայամին նույն Լոս Անջելեսն է, որովհետեւ երբ որ ես ասում եմ Ֆլորիդա, ես այս դեպքում նկատի չունեմ Մայամին, ես նկատի ունեմ մեկ այլ քաղաք, Տամպա քաղաքը։ Տամպան համարվում է Ֆլորիդայի համար երրորդ քաղաքը իր մեծությամբ եւ զարգանալու տեմպերով ու հիմա բոլորի ուշադրությունը հենց այս քաղաքի ուղղությամբ է։ Նախ եւ առաջ Տամպան գրավիչ է օրինակ Կալիֆոռնիայից տեղափոխվող մարդկանց համար, որովհետեւ Ֆլորիդայի եւ Կալիֆոռնիայի կլիմաները բավականին մոտ են իրար, այսինքն ամբողջ տարին տաք է, ամբողջ տարին արևոտ է, ջերմ է։ Միակ տարբերությունը երևի թե այն է, որ Տամպայում իհարկե շատ ավելի տոթ է, քան նույն օրինակ Լոս Անջելես եւ այնպես ինչպես բնորոշ է Ֆլորիդային, տրոպիկական անձրևներ են հաճախ լինում։ Բայց ի տարբերություն Լոս Անջելեսի ու Կալիֆոռնիայի, Տամպան ունի մեծագույն պլյուս եւ այդ պլյուսը նորից այն է, որ Ֆլորիդայում չի հարգվում մարդու անձնական եկամուտը, չի հարգվում personal income-ը եւ սա հնարավորություն է տալիս մարդկանց շատ ավելի մեծ խնայողություններ անել։ Տամպան հիմնականում զարգանում է 3 ոլորտներում՝ ֆինանսներ, առողջապահություն եւ տեխնոլոգիաներ IT ոլորտ։ Տամպայում բավականին էժան է նաեւ հիմա ապրելը, որովհետեւ ըստ պաշտոնական տվյալների այս քաղաքում մեկ անձի միջին աշխատավարձը կազմում է մոտավորապես $4788, իսկ մեկ անձի միջին ծախսը ամսվա կտրվածքով, որի մեջ մտնում է նաև բնակարանի վարձը $1270 է մոտավորապես։ Հիմա Տամպա քաղաքի մինուսների մասին։ Նախ, իհարկե, այստեղ անշարժ գույքը ավելի մատչելի է, քան օրինակ նույն Լոս Անջելեսում, հա, բայց պետք է հաշվի առնել, որ այստեղ կա բավական բարձր գույքա
հարկ։ Երկրորդը այն է, որ Տամպայում քիչ է երիտասարդությունը, այսինքն նորից եթե դուք սովոր եք ապրել մի քաղաքում, որտեղ երիտասարդությունն է շատ, աղմուկն է շատ, իրադարձություններն են շատ, ապա ձեզ համար մի քիչ արտասովոր կլինի ու տարօրինակ կլինի, պետք է դա հաշվի առնել։ Եվ իհարկե Տամպայում բնականաբար այնքան շատ չեն զվարճանքի վայրերը, ժամանցի կենտրոնները, բայց պլյուսը նաև այն է, որ նույն Մայամին է մոտ գտնվում, Օրլանդոն է մոտ գտնվում, այսինքն եթե դուք ապրում եք Տամպայում եւ պլանավորում եք գնալ ինչ-որտեղ ժամանցի համար կամ, չգիտեմ, զվարճանքի համար, ապա Մայամի եւ Օրլանդո գնալը բավական խելամիտ տարբերակ կարող է լինել։ Եվ այսպես հաջորդ ուղղությունը Սիեթլ քաղաքն է։ Սիեթլի հետ կապված ամենակարևոր բանը, որ նշում են, իհարկե այն է, որ այս քաղաքը հայտնի Microsoft-ի, Starbucks-ի հայրենիքն է։ Սիեթլը հայտնի է նրանով, որ այս քաղաքում են ամենաշատը գեներացվում, այսպես ասած, նոր բիզնես իդեաներ։ Ու դրա համար էլ հիմնականում այս քաղաքը խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր որ իրենց մտքում օրինակ ինչ-որ բիզնես պլաններ ունեն, ինչ-որ գաղափարներ ունեն, եւ օրինակ իրենց պետք են ինվեստորներ, հովանավորներ, որովհետեւ Սիեթլը լավագույն քաղաքներից մեկն է, որտեղ կարող ես գտնել բիզնեսիդ համար անհրաժեշտ հովանավորներ, ներդրողներ եւ ինվեստորներ։ Որ ոլորտներում հատկապես կարող եք հանգիստ աշխատանք գտնել, եթե տեղափոխվեք Սիեթլ, նախ եթե դուք օրինակ սովոր եք աշխատել հյուրանոցային բիզնեսում, ռեստորանային բիզնեսում, այսինքն ծառայությունների մատուցման ոլորտում, ապա այստեղ աշխատանքի բավական լայն ընտրություն կունենաք, որովհետև նույն Starbucks-ը ունի գլխամաս Սիեթլում, այստեղ գործում են բազմաթիվ լյուքս կարգի հյուրանոցներ եւ բազմաթիվ բարձր կարգի ռեստորաններ, որտեղ իհարկե նաև շատ են թե աշխատատեղերը եւ թե աշխատավարձներն են բարձր։ Երկրորդ ոլորտը IT ոլորտն է, որովհետեւ այստեղ են գտնվում Microsoft-ի գլխամասը, Google, Amazon եւ նաեւ Seattle-ը հայտնի է նրանով, որ բազմաթիվ ստարտափեր սկիզբ են առնում հենց այս քաղաքից։ Ու իհարկե երրորդ ոլորտը բիզնես եւ ֆինանսներ ոլորտն է, որովհետեւ նույն այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են Expedia-ն, ինչպիսին է Nordstrom-ը, գլխամասեր ունեն այստեղ, բազմաթիվ բանկեր ունեն, խոշոր մասնաճյուղեր այս քաղաքում, մի խոսքով աշխատանքի ընտրության տեսանկյունից բավական առատ է այս քաղաքը հիմա։ Հիմա ձեր մտքով կանցնի, օքեյ, ինչ արժի ապրելը այս քաղաքում, մեկ անձի միջին աշխատավարձը ըստ պաշտոնական տվյալների $5,500 է ամսական, իսկ մեկ անձի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է $1,488, որի մեջ մտնում է նաև բնակարանի ռենթը։ Հիմա մինուսների մասին։ Նախ եւ առաջ մինուսներից առաջինը նշվում է այն, որ անշարժ գույքը բավական թանկ է Սիեթլում, եթե որոշել եք տուն կամ բնակարան գնել, եւ երկրորդ ամենամեծ մինուսը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր շատ եղանակի մարդ են, կլիմայի մարդ են, այն է, որ Սիեթլը այնուամենայնիվ, այսպես ասած, մոխրագույն քաղաք է, որտեղ շատ են սառը օրերը եւ մի տեսակ դեպրեսիվ տրամադրություն ունի քաղաքը, իզուր չէ, որ բոլորիս հայտնի այդ Twilight եռապատումը նկարահանվել է հենց Սիեթլ քաղաքում։ Եվ այսպես հաջորդ պոպուլյար ուղղությունը, հաջորդ քաղաքը, որը շատ արագ տեմպերով զարգանում է եւ հիմա խորհուրդ են տալիս տեղափոխվել, Դալասն է, նորից Թեքսաս, Տեխաս նահանգ։ Դալասը առաջինը իհարկե հիմա համարվում է ու գնալով ավելի ամրապնդվում է որպես բանկային ու ֆինանսական կենտրոն եւ ըստ կանխատեսումների արդեն 2100 թվականին Դալասը իր բնակիչների թվով անցնելու է ուշադրություն նույնիսկ հսկայական եւ մարդաշատ Նյու Յորք քաղաքը։ Երկրորդը Դալասը համարվում է գիտական ու մշակութային կենտրոն ու հատկապես այն մարդկանց, ովքեր որ մեծ նշանակություն են տալիս մշակույթին եւ կամ էլ մեծ նշանակություն են տալիս իրենց օրինակ երեխաների գիտական կրթությանը հետագայում, այսինքն օրինակ ուզում են, որ իրենց երեխաները լավ համալսարան ընդունվեն, լավ կրթություն ստանան, ապա այս մարդկանց խորհուրդ են տալիս տեղափոխվել հենց Դալաս, որովհետեւ Դալասի համալսարանները, առհասարակ դպրոցները եւ կրթական ոլորտ
աչքի ընկնում իր բարձր մակարդակով։ Դալասում ինչ արժի բնակարան վարձելը, մոտավորապես $2000 հնարավոր է մեկ ննջարանով բնակարան վարձել, ընդ որում այդ բնակարանը կլինի իր տեսքով բավականին ավելի adekvat եւ բավականին ավելի թարմ ի տարբերություն օրինակ Լոս Անջելեսի, որովհետև Լոս Անջելեսում նույն $2000 մեկ ննջարանով բնակարան կամ հնարավոր չէ վարձել, կամ եթե վարձես, ապա մեղմ ասած թարմ եւ լավ պայմաններով բնակարան չի լինելու դա։ Դալասը նաև խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր նորից ինչ-որ բիզնես սկսելու նպատակ ունեն, որովհետև այստեղ Տեխաս նահանգում արդեն ասացի բիզնեսի վրա դրվող հարկ չկա։ Իսկ որպեսզի մոտավորապես հասկանաք ինչ արժի կյանքը այս քաղաքում, ըստ պաշտոնական տվյալների մեկ անձի մեկ ամսվա աշխատավարձը Դալասում հիմա $4999 է, այսինքն մոտավորապես $5000, իսկ մեկ ամսվա ծախսը մեկ անձի համար միջինում կազմում է $2471։ Մինուսների մասին հիմնական մինուսը Դալասի նշում են այն, որ այս քաղաքում ուղղակի անհնար է առանց ավտոմեքենայի նախ եւ առաջ, այսինքն եթե մենք Լոսում ապրելով ենք բողոքում նրանից, որ Լոս Անջելեսը առհասարակ հարմար չէ քայլելու համար, անընդհատ պետք է ավտոմեքենա նստես, անընդհատ տանը պետք է մի քանի, գոնե 2 ավտոմեքենա ունենաս, ապա նույնը նաև Դալասում է, այս քաղաքը նախատեսված չէ առանց մեքենայի ապրելու համար։ Եվ վերջին ուղղությանը մենք հասանք, վերջին թոփ ուղղությունը, որը խորհուրդ են տալիս տեղափոխվելու համար, հիմա Բոստոն քաղաքն է։ Բոստոնը նախ, եթե չգիտեք, այն քաղաքն է, որտեղ ստեղծվել է առաջին ամերիկյան մետրոն։ Բոստոնը համարվում է կրթական, գիտական լուրջ կենտրոն, որովհետև այստեղ են գտնվում այնպիսի համալսարաններ, ինչպիսին է Harvard-ը, MIT-ն, եւ բնականաբար, եթե դուք ուզում եք, որպեսզի ձեր երեխան հետագայում կամ դուք ինքներդ, պատրաստվում եք ստանալ լավ կրթություն համաշխարհային մակարդակ ունեցող, այսպես ասած, բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչպիսին է օրինակ Harvard-ը կամ MIT-ն, ապա իսկապես խորհուրդ է տրվում որպես ուղղություն դիտարկել Բոստոն քաղաքը։ Բոստոնի մյուս պլյուսը այն է, որ եթե օրինակ ձեզ ավելի հարազատ է եվրոպական կառուցվածքը քաղաքի, ապա հաստատ կսիրեք այս քաղաքը, որովհետև այստեղ շատ են այգիները, թանգարանները, այսպես գողտրիկ գեղեցիկ սրճարանները, մի տեսակ ավելի եվրոպական ինչ-որ տրամադրություն ունի այս քաղաքը, եւ նաեւ կլիման բավականին հրաշալի կլիմա է, որովհետեւ ձմեռը իհարկե ցուրտ ձմեռ է լինում, բայց ամառը նաեւ տաք ամառ է լինում, այսինքն եթե դուք մարդ եք, ով սիրում է տարվա 4 եղանակները վայելել, ապա Բոստոնը հրաշալի վայր է հենց դրա համար։ Ու եթե ձեր մտքով անցավ լավ էս հրաշալի քաղաքում ինչ արժի ապրելը, ապա պաշտոնական տվյալների Բոստոնում մեկ անձի աշխատավարձը ամսական կտրվածքով $5500 է, իսկ մեկ անձի ամսական ծախսը $3000 է։ Իհարկե այս համեմատությունը ցույց է տալիս, որ Բոստոնը հրաշալի է, հեռանկարային է, բայց ապրելու համար այդքան էլ մատչելի չէ, ի տարբերություն մյուս քաղաքների, որը ես նշեցի։ Անկեղծ ձեզ մի բան ասեմ, ժողովուրդ, ես եւս ժամանակ առ ժամանակ մտածում եմ այն մասին, թե ինչքան հրաշալի կլինի ունենալ հնարավորություն գոնե, չգիտեմ, 1 տարով տեղափոխվել մեկ այլ նահանգ, ապրել մեկ այլ նահանգում, մեկ այլ քաղաքում, տեսնել, հասկանալ, թե ինչպիսին է կյանքը նաեւ Կալիֆոռնիայից դուրս, Լոս Անջելեսից դուրս, եւ ինձ օրինակ շատ հետաքրքիր են հատկապես մի քանի քաղաքներ այն ցանկից, որը ես հիմա նշեցի, նույն Օստին քաղաքն է շատ հետաքրքիր, նույն Տամպան է հետաքրքիր, ես մեծագույն այսպես հետաքրքրությամբ նաև կուզեի ապրել Բոստոնում, որովհետև զուտ վիզուալ առումով այդ քաղաքը ինձ բավականին գրավում է, բայց իմ դեպքում, ինչպես նաև շատ հայերի դեպքում, կարծում եմ կա մի մեծագույն խնդիր, եթե դու աշխատում ես եւ քո գործը ուղղակիորեն կապված է հայկական համայնքի հետ, հայկական բիզնեսների հետ, հայերի հետ, ապա այսպես հնարավորությունները այլ նահանգներ
միանգամից եւ հեշտ տեղափոխվելու այդքան էլ շատ չեն, բայց եկեք նայենք նաեւ հարցի հակառակ կողմը, որ եթե հիմա այս քաղաքները ակտիվ զարգանում են, ապա գուցե հենց հիմա է ժամանակը անել այդ ռիսկային քայլը, տեղափոխվել, սկսել մի նոր աշխատանք կամ մի նոր բիզնես կամ մի նոր մասնագիտական ուղղվածություն, որովհետեւ եթե դու ճիշտ ժամանակին հայտնվում ես այնտեղ մի քաղաքում, որը հենց այդ պահին է զարգանում, ապա միանշանակ դու լինում ես շահողի դերում։ Ինձ հետաքրքիր է անպայման ակտիվ եղեք կոմենտներում, ժողովուրդ, ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը։ Արդյոք դուք կարծում եք, որ հիմա ճիշտ ժամանակն է տեղափոխվել այնպիսի քաղաք, ինչպիսին է օրինակ, չգիտեմ, Օստինը, Դալասը, Տամպան եւ այլն, որոնք որ նոր զարգանում են։ Ու իհարկե չենք մոռանում անել մի քանի կարևոր քայլ իմ YouTube-ի ալիքի զարգացման համար, որովհետեւ հիմա էլ ես անհամբեր սպասում եմ, թե մենք երբ ենք հասնելու 150,000 հետևորդի։ Իսկ դրա համար ընդամենը խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին սեղմելով subscribe կոճակը, լայքեք այս վիդեոն եւ կոմենտներում եղեք ակտիվ։ Ժողովուրդ, ես ակտիվացրել եմ իմ Patreon-ը, այսուհետ դուք կարող եք դառնալ նաև իմ YouTube-ի ալիքի Patreon-ները։ Ինչ է դա նշանակում, դառնալով իմ YouTube-ի ալիքի Patreon-ը, դուք ամեն ամիս փոքր գումարով աջակցում եք ինձ եւ իմ YouTube-ի ալիքին, որպեսզի ես կարողանամ ձեզ համար ավելի շատ եւ ավելի լավ որակի վիդեոներ նկարահանեմ։ Եթե ուզում եք միանալ իմ Patreon-ին, ապա սկան արեք հիմա այս QR կոդը, որը տեսնում եք ձեր էկրանին, եւ հետո արդեն քայլերով կհասկանաք, թե ինչպես պետք է միանաք Patreon-ից, կամ էլ վիդեոյի նկարագրության մեջ Patreon անվան կողքը ես կթողնեմ լինկը, սեղմեք այդ լինկին եւ միացեք ու դարձեք իմ Patreon-ը։ Իսկ եթե դուք արդեն դարձել եք, գրեք կոմենտներում, որպեսզի ես ձեզ գրեմ։ Շնորհակալություն։